Ողջույն, գործարար ալիքի եթերում միքս մարքեթինգն է, ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր թեմայի շուրջ, կարծում եմ շատերին է այս թեման հետաքրքրում, խոսելու ենք ֆրիլանս աշխատանքի մասին։ Թեման քննարկելու համար հրավիրել եմ Success Academy-ի համահիմնադիր, ֆրիլանս քոուչ Մարիամ Պողոսյանին։ Մարիամ, ողջույն։ Ողջույն, Գայանե ջան։ Ուրախ եմ տեսնելու ինձ հյուր։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք ինչպես։ Լավ, շնորհակալ եմ։ Սկսենք, Մարիամ, նախքան բուն հարցերին անդրադառնալը կխնդրեմ պատմես քո մասին, ինչպես որոշեցիր առհասարակ զբաղվել ֆրիլանս աշխատանքով։ Ինչը երևի ավելի շատ կհետաքրքրի մարդկանց ֆրիլանս աշխատանքով սկսել եմ ավելի ուշ տարիքում, այսպես ասած, մի քանի տարի է, մոտ 5 տարի մտել եմ այս ոլորտ մասնագիտական, բայց բում ֆրիլանս գործունեությունը տարածել է մոտ 2 տարվա ընթացքում, բայց ֆրիլանսի առավելություններից մեկը այն է, որ 2 տարվա ընթացքում պետական աշխատանքը թողելուց հետո կարողացել եմ աշխատել միջազգային ընկերություններ, ինչպիսին է Google-ը, Perifit, Minimaze, նման ընկերությունները Upwork-ի միջոցով։ Հրաշալի է։ Ձեր փորձով ֆրիլանսը ավելի շատ ազատություն է, թե մեծ պատասխանատվություն է։ Ի վերջո, երբ մեզանից յուրաքանչյուրը առավոտյան արթնանում է, այսպես, հա, համակարգված գնում աշխատանքի, աշխատավայրում որոշակի գործերի, այսպես, քանակ է իրականացնում, կապ չունի դա ֆիքսված աշխատաժամանակա, թե ավելի ճկուն, ամեն դեպքում կա ինչ-որ համակարգված գործունեություն։ Ֆրիլանսի պարագայում ինչպես է։ Միջև այդ հարցին անդրադառնալը, ասեմ, որ ֆրիլանս ու հեռավար աշխատանք սրանք երկու տարբեր գործունեության տեսակներ են։ Հեռավար աշխատանքի դեպքում դու շարունակում ես լինել օրինակ ինչ-որ կազմակերպության աշխատակից եւ ամբողջական պատասխանատվությունը դու չես կիսում աշխատանքի։ Ֆրիլանսի դեպքում ինքը ոնց որ բիզնես մոդել լինի, եթե ինչ-որ ձև էսպես կարելի ասել, ամբողջ պատասխանատվությունը քո վրա է եւ դու չունես տեղ ինչ որ մեկի հետ կիսելու դա, եթե քո թիմից չի առանձին քո կողմից բերված։ Այսինքն դու քո ղեկավարն ես, քո HR-ն ես, քո ժամանակի տնօրինողն ես, ֆրիլանսը ֆուլ պատասխանատվության մասին է։ Այո, եթե հիմա ներկայումս մարդը աշխատում է լրիվ դրույքով full time եւ ուզում է անցնել ֆրիլանսի, ամենաառողջ ճանապարհը որն է։ Դա անել միանգամից, թե աստիճանաբար, ինչ եք կարծում ըստ ձեր փորձի։ Ամենաանցնցում անցումը իհարկե պահպանել հիմնական աշխատանքը, այնուհետև ես միշտ խորհուրդ եմ տալի, երբ որ արդեն ֆրիլանս աշխատանքի վաստակած գումարը գերազանցում է ձեր տրադիցիոն աշխատանքի գումարին, այսպես ասած օֆլայն աշխատանքի, ապա կարող եք մտածել արդեն այդ ուղղությամբ։ Դա թողելու մասին։ Իհարկե, ես ավելի տենց վճռական թողել եմ իմ պետական աշխատանքը 10 տարի նախարարությունում աշխատելուց հետո, որ ավելի մոտիվացված գնամ, բայց ընթացքում ընդունվել եմ նաև Հայաստանի մեծ ընկերություններից մեկը, ու հենց այդ պրինցիպով, երբ որ 8 ամիս հետո իմ ֆրիլանս եկամուտները գերազանցում էին այդտեղի աշխատավարձին, շատ հեշտությամբ ես թողում ու առանց անհանգստության, ստաբիլության վախի։ Ամենատարածված սխալները որոնք են այս ոլորտում, որոնք անում են սկսնակ ֆրիլանսերները։ Հիմա եթե ես դրանք թվարկեմ, շատ շատերը հենց իրենց կգտնեն այդ սխալների մեջ։ Նախ առաջինը, օրինակ, խոսենք ֆրիլանս ամենամեծ հարթակներից, որտեղ ես եմ իմ գործունեությունը ծավալում, Upwork-ը։ Գրանցվում են Upwork-ում 2-3 անգամ դիմում աշխատանքների կամ մի հատ թեթև search անում ինչ աշխատանքներ կան ու թողում են։ Բայց երբեք ոչ մի աշխատանք, նույնիսկ օֆլայն աշխատանք գտնելը քո երկրում պահանջում է հետևողական ուղարկել CV-ներ, հետևել այդ ամենին, զարգացնել տվյալ շրջանում ավելի պահանջվող հմտությունները ու անցնել։ Ֆրիլանսի դեպքում, քանի որ դու շատ օրինակներ չունես, որ մարդիկ այդ հաջողությունը ունեն, հավատը ավելի քիչ է։ Ու շատ հաճախ ես կողքից խոսակցություններում լսում եմ, որ մարդիկ ավելի շատ հարցը տալիս են, արդյոք ֆրիլանսում հնարավոր է հաջողել, որ լսեն հակառակ պատասխանը ու արդարացնեն իրենց օրինակ չսկսելը։ Կամ ոչ հետևողականությունը։ Հա, բայց դա հիմնականում անում են արդարացնելու համար, ոչ թե իրական պատասխանը լսելու։ Այնպես որ հետևողականությունը ամենաառաջին ու կարևոր գործիքն է, որ պետքա կիրառել այս ոլորտում փորձելու։ Դա սկսնակները, իսկ արդեն փորձ ունեցող ֆրիլանսերները ինչ սխալներ են անում։ Լավ, չասենք սխալներ, ասենք ինչ մարտահրավերների են բախվում։ Ժամանակի պահանջների հետ հիմա շատ արագ տեխնոլոգիաներն են փոխվում, թուլերն են փոխվում։ Եթե երեք ինչ-որ մի բան շատ ակտուալ էր, քո գործիքը, որը դու կիրառում էիր, այսօր դա փոխվել է։ Ու ֆրիլանսի դեպքում կարևոր բաներից մեկը անդադ սովորելն է։ Ինչի, որովհետև դու չունես մարդ, ով քո փոխարեն կանի կամ մեկ նոր աշխատակից կընդունեն, ով կանի։ Այդ ստացման դու պրոստը կորցնում ես քո աշխատանքը։ Դրա համար շատ կարևոր է անընդհատ update եղած մնալ։ Ու ինձ միշտ հարցնում են, ոնց իմանանք, բա ինչ նոր գործիք եկավ։ Ամենաառաջի իմանալու ճանապարհը կարդալ աշխատանքային հայտարարություններ։
դրանց մեջ նշվում են, մեզ պետք է այս մասնագետ քո ոլորտի աշխատանքային հայտարարությունների մեջ դու միանգամից կտեսնես ինչ նոր գործիք ա եկել ու հաճախ այդ գործիքները սովորելը կարա տևի 20 րոպե, կես ժամ YouTube-յան անվճար դասերի միջոցով, բայց մարդիկ այդ առաջի բան շատ վախենում են այդ նոր անունից, նոր գործիք ու նույնիսկ չեն էլ բացում դա մի քիչ ուսումնասիրեն։ Այսինքն ինքնակրթությունը, ինքնակրթվելը պարբերական այսպես ռեժիմով ֆրիլանս աշխատանքի բաղկացուցիչ մասն է, բայց ոչ միայն ֆրիլանս աշխատանքի, ինձ թվում է բոլոր աշխատանքների պարագայում այս ժամանակաշրջանում, որտեղ մենք ենք գործում, եթե դիտարկում ենք, բժշկությունից մինչև մարքեթինգ, լավ այսպես ասեմ, անընդհատ մենք տեսնում ենք նոր գործիքներ, նոր մոտեցումներ, այդ իսկ պատճառով կարծում եմ այդ նույն մոտեցումը կարելի է կիրառել նաև ոչ ֆրիլանս աշխատանքի դեպքում։ Համաձայն եմ, բայց շատ հաճախ օրինակ իմ որոշումներից մեկը դուրս գալ տեղական կամպանիաներից եւ պետական ոլորտից հենց նրանում էր, որ նորարարությունները շատ հաճախ չեն ողջունվում ու շատ վախենալու են թվում այդ ամենը, բայց երբ որ դու ես քո մասնագիտության տերը, դու ֆրիլանսի դեպքում դու խնդիր լուծող ես։ Այնտեղ չեն նայում դու դիպլոմ ունես, չունես, քո կրթությունը ինչ կրթություն ունես, որտեղ ինչ պաշտոն ես զբաղեցնում, նայում են արդյոք դու կլուծես այդ խնդիրը թե չես լուծի ու ինչ գործիքներ ունես դա անելու համար։ Արդյունքահեն։ Հա, ֆրիլանսը արդյունքահեն է, կապ չունի դու գիտական աշխատանք ունես, այս ունես, կապ չունի ֆրիլանսի դեպքում մեծ հաշվով խնդիր կա, կարող ես լուծել, դու դրա համար կվարձատրվես։ Իսկ միջազգային հարթակներ նշեցիք, բացի այդ հարթակներից Հայաստանում կամ հայկական շուկայում ֆրիլանս պատվեր գտնել հնարավոր է։ Ես միշտ Համենայն դեպս իմ փորձից միշտ ասում որ հիմա շատ հեշտ է գումար վաստակելը ու իսկապես դա այդպես է ու ֆրիլանս աշխատանքով դա առավել հեշտ է հիմա օրինակ իմ ուսանողները երբ որ գալի ինչ որ սովորում են մասնագիտացում կայքերի կառուցում եւ այլն զուգահեռաբար շատ հիմքային են սովորում ես միշտ իրենց առաջարկում եմ այս դասընթացից հետո Instagram-յան լիքը էջեր կան ովքեր կարիք ունեն landing page կայքի որ բացեն իրենց ծառայությունների մասին ինֆորմացիա հայտնվի ու միշտ խորհուրդ եմ տալի եթե դուք 10 ընկերության առաջարկեք երկուսը հաստատ ցես հետ կհամաձայնվեն օրինակ 60-70-100 հազարով դուք դա կառուցեք նույնիսկ արեք անվճար երկուսի համար շատ հաճախ խուսափում են անվճար անել ինչը շատ էական դեր ունի հետագայում հաջողելու այս ոլորտում դրա համար հեշտ է գտնել ամեն ինչ մանավանդ հիմա վաճառելը քո ծառայությունը շատ հեշտ է որտեվ պլատֆորմները շատ են նախկինում դու ստիպված էիր գնալ ինչ որ միջավայրեր հեռախոսազանգերով եւ այլն հիմա բավարար է գրագետ տեքստ կազմել ուղարկել ու ոչ թե ուղարկել այն ակնկալիքով որ երբ որ կհամաձայնվեն նոր կանենք այլ ենթադրենք օրինակ արդեն իր լոգոյով կամ ինչ որ մի բանով արված որ տպավորություն գոնե առաջին դա դիմացինին տակացնում է վայ իմ լոգոյով կայքա վայ ինչ հավես է հա ես հաստատ 50 կամ 100 հազար պատրաստ եմ դրա համար վճարեմ Ինչպես առանձնանալ մյուս ֆրիլանսերներից, երբ մրցակցությունը շատ մեծ է։ Որոշակի ոլորտներում մենք տեսնում ենք զուտ այսպես ուսումնասիրություն իրականացնելուց, որ բավականին բարձր է մասնագետների մրցակցությունը, ինչպես կարելի է առանձնանալ, ինչ պետք է անել։ Ես իմ փորձով, ինչը որ օրինակ Google-ի հետ հարցազրույց անցնելուց 3 փուլով եմ անցել ու դա իրական կողոս շատ վախենալու է թվում նշեմ որ Upwork-ի միջոցով եմ Google-ի հետ աշխատում ու Upwork-ում հենց նման կազմակերպությունները Upwork-ի միջոցով մենեջերների վարձում են ֆրիլանսերներ, որովհետև Upwork-ի մենեջերները տեսնում են թե այդ ֆրիլանսերը ինչ վարքա դրսևորել ժամանակի ընթացքում հենց այդ հարթակում են ինչ որ սովորական կլիենտները չեն տեսնի Մի խոսքով, երբ որ ես անցնում եմ այդ հարցազրույցը մոտ 3 փուլով, երրորդ փուլում արդեն ուղարկում ենք վիդեոձայնագրությունը, ինձ տալիս են շատ լոգիկայի հարցեր։ Այդտեղ չկար անգիրարած ոչ մի բան կար ուղակի, որ պետք է ասեսել, ինչ որ մարդ ուզում է լսի այդտեղ։ Իրանք քեզ ասում են, թե դու չունենաս հստակ օրինակ ինչ որ պահանջ, դու ինչ պետք է անես այդ դեպքում։ Օրինակը բերեմ, պրիմիտիվ օրինակ է, որտեղ ընդհանրապես պետք է պատասխանել, որ ընդունել համընդհանուր ընդունված նորմերը, ենթադրենք կայքը ինչպիսին պետք է լինի, եթե չկա պահանջ շարժվել այդ ուղղությամբ։ Ու օրինակ Google-ում շատ հիմնային կետ էր դա, իմ ասածը, որ իրենք ընդունեցին ինձ աշխատանքի ու ուզում եմ նշեմ հատուկ են մարդկանց համար, ովքեր անգլերենը վատ է, նեղվում են։ Ես անգլերեն սովորել եմ վերջին 3 տարիների ընթացքում ու միևնույնն է, այն մասնագիտությունների դեպքում, որտեղ լեզվականը կարևոր չէ, այսինքն վաճառք չես անում կամ բան, ամենտեղ նշված է, որ խոսակցական անգլերենն է անհրաժեշտ ֆրիլանս աշխարհում։ Այսինքն ոչ մեկ ակադեմիական մակարդակի անգլերեն չի ուզում։
խոսակցական, այսինքն եթե դու կարող ես բացատրել, դու կարող ես հասկանալ։ Միշտ խորհուրդ եմ տալիս, օրինակ YouTube-ում post տվեք Upwork հարցազրույցներ ու լսեք։ Դուք հասկանում եք ինչ ասես դիմացինին։ Եթե այդ պահին հասկանում եք, ուրեմն մնացած տեղերում դա ձեր անհանգստություններն է։ Այո, վախեր, անհանգստություններ։ Եթե չեք հասկանում, ուրեմն դեռ տեղ կա աշխատելու համար։ Ինձ թվում է մեր ռադիո լսողներին եւ դիտողներին հետաքրքիր հարցը, ինչքան է ամսական հնարավոր վաստակել ֆրիլանս աշխատանքներում։ Այսպես եթե հենց հիմա post տան, թեկուզ ChatGPT-ի վերլուծությամբ Gemini-ի, ասենց հարց տան, թե ինչքան է միջին աշխատավարձը Upwork-ում 1 ժամի համար դա $15 է։ Միջին մասնագետի։ Այսինքն դու կարող ես սկսել ավելի ցածր 1 ժամի համար $6-7 աշխատավարձով 1 ժամի համար, որպեսզի հավաքես ֆիդբեքեր քո պրոֆիլի վրա, ու իր առավելությունը հենց ֆրիլանս հարթակի կոնկրետ Upwork-ի նրանում է կայանում, որ մյուսները տեսնում են, թե նախորդը քո մասին ինչ ասաց։ Կարիք չկա հատուկ recommendation letter-ների եւ այլն, տեսնում են ու դու յուրաքանչյուր պայմանագրից հետո քո աշխատավարձը բարձրացնում ես։ Այսինքն ես օրինակ սկսել եմ օգոստոս ամսին $4, նոյեմբեր ամսին արդեն $21 էր դարձած։ Արագությունը ու դա էականորեն կապ ունի ինչքանով ես դու լավ կատարել քո նախորդ աշխատանքը ու ինչ ժամի rate-ով։ Յուրաքանչյուրից հետո $1-2 բարձրացնում ես։ Արդեն երևի review-ների, գործատուի review-ների արդյունքում։ Այսօր ամենապահանջված ֆրիլանս մասնագիտությունների մասին խոսենք, որ մասնագիտություններն են ամենապահանջվածը։ Հիմնականում դե առաջինը նշեմ հեն ինչ որ ես զբաղվում եմ, որովհետև իսկապես եթե դուք մտնեք Upwork, ամեն երկրորդ հայտարարությունը դրա մասին է e-commerce մասնագետների, հիմնականում Shopify հարթակների վրա, որտեղ դու կայքեր ես պատրաստում, ինչի է դա։ Ինչ է ենթադրում իրենից այն բոլոր ռադիո լսողների եւ դիտողների համար, ովքեր չգիտեն, այո, ինչի։ Շատ մերսի հարցի համար։ Օրինակ, եթե հայկական իրականությունում վերցնենք, հայտնի բրենդերից Pregomesh, Ազատ Մարդ, կայքերը պատրաստված են Shopify-ի վրա։ Միջազգային Tesla, Kim Kardashian-ի Skims, Kylie Jenner-ի Cosmetics, մի խոսքով Alo Yoga, այդ կայքերը պատրաստված են Shopify-ի վրա։ Ու տենց ահռելի քանակի հենց կայքեր, որոնք մեզ հայտնի են, ու այդ կայքերը մենիջ անողներ են պետք, աշխատողներ, ոչ թե մի հոգի, երկու հոգի, այդ կայքերը կառուցողներ են պետք ու ինքը ամեն օր այդ պլատֆորմը ել ավելի մեծ թափ է հավաքում, ու հենց մենք սովորում ենք այդ պլատֆորմի վրա ինչպես կայքեր կառուցել, ինչպես ղեկավարել այդ կայքերը ու ամեն ինչ մարքեթինգային արշավները որտեղ հայտարարվում է ինչպես կայքը բերել այդ արշավին համապատասխան տեսքի եւ այլն։ Այսինքն թիմ է աշխատում դրա վրա, այդ թիմում մեկն է լինում է Shopify մասնագետը։ Այո, եւ ինչպես կարելի է այդ մասնագիտությունը սովորել առհասարակ։ Դե սկսես ակադեմիայում մենք այդ մասնագիտությունը հենց ես ինքս դասավանդում եմ ու հիմնային դասավանդում եմ, այսինքն այստեղ ոչ միայն սովորում ենք հենց պլատֆորմի վրա հավաքել կայքեր, այլ AI-ի, իմ սիրելի AI-ի կիրառմամբ մենք սովորում ենք ծրագրավորել 0-ից բազային կայքեր, որը կարելի է նաև պատրաստել ինչպես նախորդում նշեցի, որ կարելի է օրինակ Instagram-ում landing page-եր պատրաստել կայքի տեսքում, այսինքն որ դու սովորում ես այդ կոդ գրելը, արդեն էական չի դու որ հարթակում դա կգրես։ Ինչը որ դասել ունիվերսալ արդեն, այո։ Այո, դասընթաց է հիմա ոնց որ ինքը ավելի մասշտաբները մեծացել է ու ավելացվել է նաև երբ որ դու կոդը սովորում ես, այստեղ չկիրառես, մյուս տեղում կիրառես, որովհետև այս հմտությունները ճկուն լինելն է, որ ֆրիլանսում անընդհատ սկսում ես դու հանգիստ տեղաշարժվել։ Եթե օրինակ ինչ են հիմա ավելի քիչ վարձատրվում ծրագրավորողները, որոնք օրինակ հենց մենակ HTML-ով են զբաղվում, որտեղ արհեստական բանականությունը սկսել է HTML կոդը գրել, ու վсё դու դրանով ես զբաղվել։ Քեզ պետք է, որպեսզի դու էլ ավելի շատ սկիլեր ունենաս մի քանի ոլորտից տեղեկ լինելու դեպքում արհեստական բանականությամբ դու լիքը հարցեր ես լուծում։ Բավարար է թեթև պատկերացում ունենաս, լիքը հարցեր կլուծվի։ Իհարկե, նեղ մասնագետները միշտ էլ ինչ որ նեղ ոլորտներում թեկուզ հենց նույն AI նոր գործիք ստեղծելու համար ծրագրավորողներ պետք են, բայց դա ավելի նեղացված ու ավելի բարձր լեվելի մասնագետների։ Success Academy-ն երբվանից է սկսել գործել եւ ինչ ծառայություններ է մատուցում, ինչ դասընթացներ է առաջարկում բացի Shopify։ Success Academy-ն արդեն 1.5 տարի է ինչ գործում է, 800 եւ ավել ուսանողներ ունենք, ովքեր շատ բարձր արդյունքներ ունեն, ինչը տեսանելի է Upwork հարթակում, եթե հենց մենակ սրճան են Shopify Armenia կտեսնան հենց ուսանողներին։ Երկու ծառայություն ունենք, Shopify դասընթացները եւ նաեւ ծառայություն այն մարդկանց համար, ովքեր ունեն իրենց մասնագիտությունը, բայց իրենց պետք է աշխատանք գտնեն Upwork-ում այդ մասնագիտությամբ։ Կառուցում ենք պրոֆիլը ու մոտ 3 ժամ դասընթացի ընթացքում սովորում ենք
0.0-ից ոնց այդ պրոֆիլով առաջ գնալ։ Թվում է թե կան կետեր, որ պարզ է, հասկանալի է, դե cover letter-ը պետքա գրել, օրինակ նամակ գործատուին, բայց ինչպես գրել այդ նամակը։ Մանավանդ հիմա գործատուները ամեն կերպ փորձում են ֆիլտրել նամակները արհեստական բանականությամբ գրած ու ռեալ մարդու կողմից գրված։ Ինչպես շրջանցել այդ մասը, ոնց գրել ռեալ նամակներ իրականում, ոնց էմոցիա ավելացնել արհեստական բանականությանը, այո, հենց ոնց անել, այսինքն արհեստական բանականությունը պետքա քո համար կոնկրետ նամակ գրելու դեպքում ծառայի որպես գործիք քո մտքերը դասավորելու համար։ Այո, ոչ ուղակի գեներացնելու։ Կոպի են անում աշխատանքի նկարագիրը կամ օրինակ նույնիսկ cover letter-ներ, եթե դաժե օֆլայն աշխատանքի դեպքում գրում են Հայաստանում, այն կոպի են անում, տալիս ChatGPT-ին իդեալական նամակ է գրում այն պրինցիպով, որ կրկնում է գործատուի ասած վերջին միտքը, ավելացնում, որ ես դա կարող եմ անել։ Դա չաշխատող տարբերակ է ու չի էլ բացվում այդ նամակները նույնիսկ։ Իսկ նշեցիք, որ ամեն երրորդ պահանջված մասնագիտությունը դա Shopify-ով զբաղվելն է։ Արդյոք կան գերհագեցած չէ այդ շուկան, կան ազատ նիշաներ, թե ամեն դեպքում եթե դուք նշեցիք, հա, օրինակ ծրագրավորման ինչ որ մի հատված արդեն իսկ արհեստական բանականության միջոցով լուծվում է եւ այլն, միգուցե Shopify-ի դեպքում էլ մի որոշ ժամանակ հետո հանգենք նման խնդրի։ Հասկացա, այս պահին շատ աշխատանքները ու Shopify-ի դեպքում չեմ կարծում հանգել նման խնդրի, որտեղ այնտեղ մեխանիկական չի աշխատանքը, որը կարելի է ավտոմատացնել։ Իսկ եթե ինչ-որ բաներ կա, որը պետք է ավտոմատացնել, դա պետք է մենեջարվի հենց այդ մասնագետի կողմից այդ ավտոմատացումները։ Ես ինքս որպես Shopify մասնագետ լիքը ֆլոներ ավտոմատացնում եմ, օրինակ իմ հաճախորդների համար։ Այս գրվեց այստեղ, միանգամից ավտոմատ նամակը գնա այնտեղ, ինչը նախկինում երկու այլ աշխատող արել է։ Կարող ենք եզրակացնել, որ եթե կա ծառայություն, կա պրոդուկտ, կա վաճառք, բնականաբար կլինի նաև այս։ Երբ որ ես նշեցի այն կայքերը, որոնք ասում եմ, եթե նման կայքերը անցել են Shopify-ին, դա նշանակում է, որ ահռելի է պահանջարկը ու հիմա հաստատ լսողներից շատերը իրենց կգտնեն այս ցուցակում, բացում են Upwork կայքեր, բայց շատերն են ոչ ակտիվ ֆրիլանսերներ, կայք ունեն, բայց չեն մտնում։ Ամեն երրորդը, երևի մոտ 18-ից 40 տարեկանի սահմանում Upwork-ում բացած կայք ունի, բայց կամ չի մտնում, կամ վերջի անգամ մի տարի առաջ է մտել, ռեալ ակտիվ ֆրիլանսերները շատ քիչ են ու Upwork-ը մեխանիզմ ունի մաղելու էջերը ցույց չտալու հենց այն մարդկանց, ովքեր պարզապես գրանցվել են։ Դրա համար իրենք երբեք աշխատանքի իրավեր չեն ստանում, որտեղ Upwork-ը փակում է իրենց էջերի ցուցադրելիությունը, իրական ակտիվ ֆրիլանսերները շատ քիչ են աշխատանքի պահանջարկի համեմատ։ Եթե փորձենք ելնել այն սկզբունքից, որ լավ աշխատանքը ունի բարձր գին, որակյալ պրոդուկտը ունի բարձր գին, հա, այդպես կա ինչ որ համոզմունքներ, Upwork-ի դեպքում ինչպես է դա աշխատում, օրինակ քիչ պատվերներ բարձր արժեքով, թե շատ պատվերներ ցածր արժեքով, կա ինչ որ տրամաբանություն։ Երբ որ հասնում ես մի level-ի, դու այդ ժամանակ պետքա որոշես, ինչ ես անում, քո ժամի վճարը շատ ավելի բարձրացնում ես $100+ ու վերցնում ես մի քանի client հիմնական, թե դու պահպանում ես ավելի մատչելի արժեք եւ քո օգնությամբ, այսպես ասած, այդ պրոյեկտը առաջ է գնում։ Ես այս պահին ընտրել եմ առաջին տարբերակը, քանի որ ունեմ ուսանողներ, ունեմ թիմ, ով ինձ կարող է օգնել շատ աշխատանքներ գլուխ բերելու, բայց իրականում աշխատակից գտնելը շատ դժվար բան է։ Այս պահին ես այս ուղղությամբ եմ գնացել, քանի որ այսպես ասած արդեն ինչ որ մի կետի արդյունքում, այո, դու գնում ես դեպի շատ բարձրացած ճանապարհ, որտեղ միայն դու պիտի աշխատես, թե դու թիմ ես հավաքում ու քո Upwork-ի էջի շնորհիվ վերցնում պատվերը ու թիմով անում եք այդ պատվերները։ Այնուամենայնիվ ինչպես հաղթահարել այդ վախերը, հա, օրինակ պատվեր չկա, աշխատանք չկա, դուք նշեցիք, որ հիմնական խնդիրը այստեղ է, հա, երբ որ ի սկզբանե ֆրիլանսերները չեն ստանում այն բոլոր առաջարկները, որոնք ցանկանային ի սկզբանե ունենալ, ինչպես կարելի է հաղթահարել դա։ Ես երբ որ ցույց եմ տալի, հենց օրինակները ռեալ իմ Upwork-ի էջի վրա եմ ցույց տալիս, ես միշտ մի հատ, եթե ինձ չեն պատասխանում, բայց մենք արդեն չաթում ենք հայտնվել, դիմելուց հետո մի բան գրել են, չաթ ունենք միասին։ Միշտ մի հատ հետադարձ նորից գրում եմ։ Շատերն ասում են, բայց տենց անհարմար է, դե երբ որ ժամանակը գա կպատասխանեն։ Ես հազարավոր կիլոմետրեր ձեզնից հեռու են։ Ինչ պիտի լինի, ամենավատենա լինելու, որ ձեզ չեն պատասխանել։ Միջև այդ սենց տենեն ձեզ չէին պատասխանել, բայց ռեալ օրինակով միշտ մանավանդ Եվրոպայի այդ
աշխատանք, իրանք մտածում են, վաու, մոտիվացված է ամեն դեպքում, ինքը մեզ ավելի վերջը դա ձեզ է պետք։ Այսինքն դա Հայաստանը չի, որ ձեր, չգիտեմ, հարևանի տղան այդ կազմակերպությունում աշխատելու ու ասելու են ձեր մասին, որ եկավ, չընդունեցին, խնդրեց, մեկա չընդունեցին, ինչ է լինելու, եթե դուք հավելյալ անգամ համոզեք այդ հաճախորդին, որ ձեզ ընդունի։ Ամենավատը որ չի ընդունելու։ Այո, ֆրիլանսում ինչպես պահել կայուն եկամուտ, կարծում եմ սա էլ է մի խնդիր, օրինակ, հա, ես X ամսում կարող եմ վաստակել մեծ գումար, սակայն հաջորդ հետագա ամիսների ընթացքում ես չունեմ այն համոզմունքը, օրինակ, որ կարողանամ, եթե ոչ առավելագույն, գոնե ինչ որ միջինացված գումար պահպանել, ինչպես եք հասնում այդ կայուն եկամուտներին։ Հենց Upwork-ում աշխատանքները հիմնականում երկարաժամկետ են, որովհետև այստեղ գալիս են մեծ ընկերություններ աշխատանքի վերցնելու հիմնականում, ու այս մասնագիտության դեպքում ինչի ինձ շատ դուր է գալի, կարճաժամկետ չի աշխատանք, եթե դու նույնիսկ իր կայքը պատրաստում ես, շատ ձեռնտու հաճախորդի համար, որ դու շարունակես այդ կայքը manage անել, որովհետև դու գիտես կայքը ոնց է պատրաստվել, չի կարող մտնի մի հատ փոքրիկ թասկանի դուրս գա, տենց լինում է ինչ որ բաներ, բայց ավելի քիչ է պատահում։ Բայց ընդհանրական առումով հոգեբանությունը, երբ որ մտնում ես այդ դաշտ, դու հասկանում ես, որ նախ երկարաժամկետ պատվերները շատ են լինում, մանավանդ այդ հարթակում, իսկ եթե չէ, արդեն այնքան ես սովորում, որ անընդհատ յուրաքանչյուր գնացողից հետո մյուսը գալիս է, համենայն դեպս ես չեմ ունեցել։ Լավ աշխատանքի դեպքում խնդիր չի ամեն դեպքում այդ կայունությունը պահպանելը։ Դու ավելի այստեղ ամուր ես, որովհետև ռեալ հիմքեր ունես, ռեալ ֆիդբեքեր ունես, շատ ավելի ամուր ես, քան ցանկացած այլ ոլորտում, որտեղ ամենտեղից մի հատ նամակ պիտի վերցնես, որ պատմի քո մասին։ Մեկ հմտություն, որը պարտադիր է ֆրիլանսերի համար, որն է այդ հմտությունը։ Մշտապես սովորելու, պատրաստական լինելու, սովորել, նույնիսկ այս անվճար լիքը պլատֆորմներ կա, որտեղ կարելի է սովորել։ Վճարովի պլատֆորմներով սովորելը կխնայի ձեր ժամանակը, բայց եթե դուք ժամանակի ֆիլտրված ինֆորմացիան, այո։ Այսինքն այն փորձը, որ դու պետք է ձեռք բերես, օրինակ 1 տարի սովորելով կամ 6 ամիս, արդեն ինչ որ մեկի փորձի հիման վրա շատ ավելի կարճ է այդ ամեն ինչը տևում։ Եթե ժամանակի խնդիր չկա, ուսանողներ են, որոնք պատրաստ են ներդնել այդ ժամանակը, անվճար կարելի է սովորել։ Ոչ միայն ֆրիլանսում, ինչպես դուք նշեցիք, ցանկացած տեղ սովորել, ուրիշ տարբերակ չկա, ու ճկուն լինել։ Իսկ մեկ խորհուրդ սկսնակ ֆրիլանսերին ինչ խորհուրդ կտաք։ Ուղղակի հավատալ սեփական ուժերին, ինչի եմ սա ասում, ես շատ հաճախ լսում եմ հարցեր, որ ուղղակի ուզում են լսեն, որ չէ, այդ ռեալ չի, որ կարելի է դա անել, որ իրանք իրենց համար արդարացում ունենան։ Միշտ ասում մի պատմեք ձեր շրջապատին, ինչ եք պլանավորում անել, բայց ոչ թե նրա համար, որ աչքով չտան ձեզ կամ ինչ որ բան, այլ ուղղակի չհայտնեն անհավատ այդ վերաբերմունքը, որը ձեզ ամեն դեպքում կողմնորոշում է։ Կհիասթափեցնի ճանապարհի։ Այսինքն եթե դու չմտածես, որ դա հնարավոր չի, դու շատ ավելի ուղիղ ճանապարհով ես գնում, դե նորմալ է, աշխատանքը հրապարակվի, բնականաբար ինչ որ մեկը պիտի դրա համար ընդունվի աշխատելու։ Ու այդ մեկը ինչի ես չեմ կարող լինել, բայց որ կողքից 10 հոգի ասում են, որ չէ, դա շատ դժվար է, բնականաբար դու էլ են նույն ինտուզիազմով ու հավատով չես դիմում այդ աշխատանքներին, ընդհանրապես ինչ որ որոշել եք, հստակ հաջորդական քայլերով արեք։ Եթե հետ վերադառնանք ձեր հիմնական այդ երբ որ աշխատում եք ոչ ֆրիլանս սկզբունքով, սովորական լրիվ աշխատաժամանակով, նորից կընտրեիք ֆրիլանս աշխատանքի տարբերակը, թե օֆիսային աշխատանքը ամեն դեպքում։ Միանշանակ ֆրիլանսը կընտրեի, ասեմ ինչի, որտեղ աշխատել եմ շատ լավ կոլեկտիվ եմ ունեցել, շատ ուրախ է անցել, բայց կար երկու շատ կարևոր հանգամանք, որը խանգարում էր։ Առաջինը բյուջեն էր, որը շատ քիչ էր, երկրորդը ազատության սահմանափակում, ֆրիլանսի դեպքում դու 24 ժամ ես աշխատում, ուղեղդ 24 ժամ արթուն է, եթե դու գալիս ես սովորական աշխատանքից ու 6-ից հետո կարող ես նամակի չպատասխանել, այն քո բիզնեսն է, պիտի պատասխանես նամակին, բայց ես երբ որ դուրս եկա գործից ու եկա տուն, տեսա որ ժամը 3-ին իմ տունը արև է ընկնում, ասես նենց ազդվել էի շատ, որ ես դա ամեն օր չեմ տեսնում, էլ չեմ ասում երեխաների հետ զբաղվածություն, երեխաներին ժամանակ տրամադրել ու իսկ շփումների պահը մարդկանց, ինչպես նշեցիք, կոլեկտիվի ամեն դեպքում ես կարծում եմ, որ երբ որ COVID-ի ժամանակաշրջանում բոլորը այսպես ստիպված էին տանից աշխատել, հեռավար աշխատել, երբ որ սկսեցին հետ վերադառնալ աշխատանքի, մարդիկ հասկացան, որ այդ պակասը միջանձնային շփումների, այդ թվում կոլեկտիվի հետ եւ այլն շատ կարեւոր դեր է զբաղեցնում յուրաքանչյուրի կյանքում։ Ձեզ մոտ դա ինչպես է կարգավորվում։ Ուրեմն ինչ արեցի ես, նույն վախը ես եմ ունեցել, ես մտածում էի, բա որ ես դուրս գամ ինչ եմ անելու։
հետ նայում եմ ու ասում եմ, երբ որ ես soft construct-ում էի աշխատում ու սենյակում 9 հոգի էր նստում, կողքի սենյակում մի քանի։ Ու իմ շրջանակը շփման 9 հոգին ու կողքի սենյակի 3 հոգին էին։ Ու ես մեջս մտածում էի, արժի 12 հոգու համար, օրինակ, մտածել փոխում եմ, որովհետև արդյունքում ես տենց, հա, մի քանի շփումներ էր լինում, այդ ինձ անհանգստացրել է, ես գիտեմ դա ինչ է, բայց երբ որ դու դուրս ես գալի, միևնույն է, ես չգիտեմ ոնց, բայց մեկա դու ունենում ես այդ շրջապատը, մեկա դու շփվում ես, մեկա դու ավելի շատ ես դուրս գալի, ավելի շատ ժամանակ ես անցկացնում, այդ ինձ թվում է փոքրիկ շրջանակի վախն է, եթե դու ավելի այլ տեսակի աշխատանքով չես էլի զբաղվում, սա չի վերաբերվում public աշխատանքներին, որտեղ ամենօրյա ռեժիմով դու լիքը մարդու հետ ես շփվում, սովորական իմ փորձից նախարարություն եւ soft-ի աշխատանքի մասին եմ ասում։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ մեր հաղորդման արդյունքում շատ ռադիոլսողներ եւ դիտողներ կմտածեն անցնելու ֆրիլանս աշխատանքի, այդ մարդկանց համար ինչ խորհուրդ կտաք, ինչ անեն առաջնահերթ։ Առաջնահերթ հասկանան նախ արդյոք պատրաստ են իրենք վերցնելու ֆրիլանս աշխատանք պատասխանատվությունը, այդ ամենաառաջին կետը, եթե պատրաստ են իրենք լինելու իրենց ղեկավարը, չունենալու մարդուն վրա պետք կարելի է բարթել պատասխանատվությունում, կարելի է մեղադրել ինչ որ բան չստացվելու մեջ, այդ արդեն ուրեմն իրենք պատրաստ են անցնելու ֆրիլանս աշխատանքի։ Առաջին քայլերը այդպես դուք անում եք արդեն։ Անչափ շնորհակալ եմ զրույցի համար, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։